Այսօրերին եւ ես ապշած նայում եմ հայ հասարակության պահվածքին առայն որ նա բացարձակապես կորցրել է իր մշակույթը խոսքս այս պարասույց գինոսյան մարդու մահվան մասին է որի թաղումը ուղեկցվեց յարխուշտապարով եւ ամբողջ ազգը ինչպես թե հպարտությունից տրաքում է ինչպես թե ցնծում է նրա մահը եւ սա չլսված մի բան է սա ցույց է տալիս որ այս հասարակությունը անդունդի եզրի ներ չէ արդեն անդունդի հատակում է որովհետեւ մեռած մարդու մեռյալի նկատմամբ մենք ունենք հատուկ էթիկա կուլտուրա ինչպես է ես համոզված եմ որ այն ինչ մեզ սովորեցնում է մեր եկեղեցին բացարձակ ճշմարտություն է առայն որ առանց Քրիստոսի փրկություն չկա եւ կռապաշտները եթե սրան չեն հավատում շատ վատ է որովհետեւ բոլորը գնում են դժոխք հայտնի է որ այս մարդը կռապաշտ էր նա Քրիստոս չէր խոստովանում բայց միևնույն ժամանակ եկեղեցին ասում է երբեք չասեց որ այս մարդը գնաց դժոխք որովհետև ինչ գիտենք գուցե ահա վերջին պահին երբ որ մարդը իր հոգին սկսում է տալ նա տեսնում է բաց երկինքը գետնի տակ մարդիկը դժոխքում են խավարանը երկնքի տակ եւ ահա ինչ գիտենք որ վերջին պահին ինքը չի ապաշխարել խնդրել Քրիստոսին եւ ահա Աստծո ողորմությամբ իհարկե նա միանգամից երկինք չէր կարող գնալ բայց հնարավոր է որ նա խավարանում է իսկ ինչ է խավարանը խավարանը այն է երբ որ քո հոգին ինչպես թե մտցնում ես թոնիրի մեջ ամեն վարքյան այդ սարսափելի հուրը վառում է քո հոգին ինչպես ոսկի եթե մաքրում ենք դնում ենք այն կրակի մեջ եւ այդ կրակը վառում է մնացած մետաղային մասերը նույն բանը խավարանն է եւ ահա պատկերացրեք որ այս մարդը տա Աստված մտել է խավարան եւ ըստ էթիկայի քրիստոնեական պահանջվում է 40 օր աղոթել այդ մարդու հոգու համար հոգի հանգիստ տալ ապաշխարել ծոմ պահել ողորմության գործեր անել սև են հագնում տղամարդիկ իրենց գլխարկներն են հանում գլխահակ լռությամբ սա էթիկայի աշխարհի բոլոր ազգերի համար անգամ մուսուլմանների եւ ահա շատ հավանական է որ ամեն անգամ երբ որ մենք հարգում ենք մեռյալին լռությամբ եւ աղոթքով եթե նա խավարանում է նա ստանում է ինչպես զովություն հոգու մեղմություն եւ ահա պատկերացրեք որ այս մարդը վառվում է եւ տեսնում է թե ինչպես են իր հետնորդները յարխուշ տապարում եւ ինչ է կարծում նա ինչ է անում նա անիծում է այս մարդկանց որտեւ յարխուշ տայի ժամանակը չէ սա այն պահն է որ մարդիկ անգամ իրենց կյանքն են զոհաբերում չապրելով իրենց կյանքը երկրի վրա սրբեր էին կոչվում նրանք ամբողջ կյանքում ապաշխարում էին խավարանի հոգիները ազատելու համար բայց ահա մեր ազգը ամենաետին ազգն է այսօր ես ուղղակի հասկանում եմ որ մենք խայտարակված ենք աշխարհով մեկ մենք խայտարակված ենք ինչ քրիստոնյա ազգ ուր է ձեր հարգանք այս մարդու դիակի նկատմամբ ինչ ապրելու ժամանակ է ապրելու ժամանակը անցավ արդեն այստեղ է երևում որ անզգամ, անառակ, անհոգևոր ազգ է դարձել հայ մարդը իր սուտ եկեղեցով հանդերձ, ոչինչ այնտեղ չի հիշեցնում հայ ազգի սրբությունը եւ գիտեք ինչ, ես արդեն համոզված եմ միայն թուրքը կարա ձեզ կռացնի այնքան որ դուք այդ ստորացած վիճակի մեջ նորից ամեն սկսեք զրոյից